Բարի երեկո, հարգելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով ինդեմ գործ են կարում եւ մեղադրանք են ուզում առաջադրել։ Ուրեմն քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեն տարածել է հայտարարություն, որտեղ այդ կարված գործի շրջանակներում կարդում ենք հետեւյալը, որ իբր ես որպես ազգային ժողովի պատգամավոր 2024 թվականի ապրիլին ազգային ժողովի փակ գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ փոխանցել եմ եւ ի վնաս Հայաստանի ինչ-որ գործողություններ իրականացրել, որը վտանգել է ինքնիշխանությունը, տարածքային անձեռնմխելիությունը, արտաքին անվտանգությունը։ Ուրեմն այս կարված գործի անհեթեթությունը միանգամից է աչքի ընկնում, որովհետև ես 21 թվականին ընտրվել եմ պատգամավոր ազգային ժողովի ընտրությունների արդյունքում, բայց ուշադրություն 2023 թվականին վայր եմ դրել ազգային ժողովի մանդատը եւ դրանից հետո մասնակցել եմ Երևանի ավականու ընտրություններին որպես ոչ պատգամավոր արդեն, իսկ այստեղ գրված է, որ 24 թվականի լսումներին փաստորեն փակ գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի վերաբերյալ տեղեկություն եմ հաղորդել, այսինքն ես ֆիզիկապես չէի կարող մասնակցել 24 թվականի լսումներին, հետևաբար մնացած թեմաները անհեթեթություն են, որ գումարային եւ այլ թեմաների հետ կապված։ Մի խոսքով Նիկոլ Փաշինյանը ինքը, քանի որ պետական դավաճանությամբ է զբաղված, փորձում է ինձ ներքաշել այնպիսի մի process-ի մեջ, որի արդյունքում ինքը ամենաբարձրն է գոռալու, որ բռնեք պետական դավաճանին։ Մի խոսքով անհեթեթությունը շարունակվում է, իսկ քննչական կոմիտեին խորհուրդ կտայի ուղղակի այդ ապօրինի հանձնարարականները չկատարել, իսկ մեր քաղաքացիներին կարող եմ ասել, որ անպայման մասնակցեն ընտրություններին, մերժեն այս ապօրինի հանցավոր եւ դավաճան իշխանությանը։ Թիմակիցներից նաև էլի կոչ եմ անում ավելի կազմակերպված լինել, ավելի զգոն լինել եւ ավելի արդյունավետ աշխատել։ Առայժմ այսքանը, մնացած անհեթեթությունների մասով, քանի դեռ այլ հրապարակումներ չկան, չեմ անդրադառնա, բայց խորհուրդ կտամ գործը կարելուց գոնե այնպես արեք, որ ծիծաղելի վիճակում չհայտնվեք։ Առայժմ այսքանը, շնորհակալություն։